Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը ի վիճակի չէ վերահսկել ճանապարհաշինարարության ոլորտը։ Իսկ իմ զայրույթը հիմնականում առաջացրել է նա, որ այսօրվա թե նախարարը, թե տվյալ հայավտոճան ՊՕԱԿ-ի գործադիր տնօրենը կներեք արտահայտությունից թքած ունեն, թե ճանապարհների, թե մյուսի վրա։ Նա կարծում է, որ հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի մեղավորը տրանսպորտի նախարարն է եւ հայավտոճան ՊՕԱԿ-ի գործադիր տնօրեն Հենրիկ Քոչինյանը։ Նրանց պատճառով նմանատիպ աղետ պետքա տեղի չունենա, անմեղ մարդիկ պետք է չմահանային։ Միաժամանակ մասնագետը նշում է, որ ճանապարհների անմխիթար վիճակը գալիս է վաղուց։ Նրա խոսքերով 2007-2008 թվականներին իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքների արդյունքում ավելի քան 354 միլիոն դրամի չափով խախտումներ են հայտնաբերվել։ Սակայն հայավտոճան ՊՕԱԿ-ի այն օրերի տնօրեն Կարեն Գևորգյանը առանց քրեական պատասխանատվություն կրելու իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Մեղավորությունը կայանում է նրանում, որ տվյալ գումարները, որը ժամանակին պետք է հատկացվել հատուկ այդ ճանապարհների համար, ըստ իմ հասկացողությամբ չի հատկացվել։ Տվյալ անձնավորությունը եւ իր նմանները պետքա պատասխան տան, որ երբեք նմանատիպ սահ եւ նմանատիպ կործանարար երևույթներ չլինի։ Վարչության նախկին պետը կոչ է անում միավորվել Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերանորոգման եւ նորմալ շահագործման համար իրենց հարգող ճանապարհաշինարարներին եւ պահանջել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության համակարգից հանել հայավտոճան ՊՕԱԿ-ը եւ դարձնել ստրատեգիական նշանակություն ունեցող առանձին միավոր։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, IPF